Էփշթեյնի փաստաթղթերի գաղտնազերծման հետ կապված շատերը սկսել են հիշել 1999 թվականին դեռ ռեժիսոր Սթենլի Կուբրիկի նկարահանած լայն փակված աչքերով ֆիլմը Թոմ Կրուզի եւ Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ, այսօր մեր իմացած Նիկոլի չի էլի, սա ուրիշ լավ Նիկոլա, սիրուն Նիկոլա։ Ու մարդիկ ասում են սա կամ առնվազն մարգարեություն էր, կամ դեռ այն ժամանակվանից էր ինքը փորձում ինչ-որ կերպ հուշել, բացահայտել այդ բարձրաշխարհիկ այդ էլիտայի շրջանում առկա այդ արատավոր բարքերը, որովհետև այնտեղ ներկայացված են այդ օրգյաները, անկանոն սեռական հարաբերությունները, այլանդակությունները, մի խոսքով, դիմակներով, փակված աչքերով եւ այլն եւ այլն։ Ու կրակի մեջ նաեւ յուղ է լցնում այդ ֆիլմի նկարահանումներին մասնակիցներից մեկի հայտարարությունը, որ իրականում ֆիլմի սցենարի կորիզը հիմքը եղել է պեդոֆիլիայի ցանցի բացահայտումը եւ այդ կադրերը, բայց վերջում Warner Brothers-ը ստիպել է որպեսզի հեռացնեն այդ կադրերը ու ֆիլմից 25 րոպե հեռացվել է։ Իսկ այս կոնսպիրոլոգիական այդ տեսությունների սիրահարներն էլ նաեւ դա էլ են հիշատակում շեշտում, որ ֆիլմի վերջնական սցենարի հաստատումից եւ պատրաստ լինելուց ընդամենը մի քանի օր անց Սթենլի Կուբրիկը սրտի կաթվածից մահանում է։